երկու ձեռքս կկտրե, քոչարյանասերժական եւ պրոռուսական տեխնացուների ձեռքը քաղաքական առումով չեմ սեր։ Իրականում քաղաքում հիմնականում տեղի էին ունենում թայֆայական ընտրություններ։ Թող կաթ մածուն խմեն, համարձակություն ձեռք բերեն, գան ուղիղ եթերում բանավեճի։ Ինչպես եք ապրում առանց աշխատանք։ Ծայրը ծայրին եմ հասցնում, այսպես ասել։ Ժողովրդի ծոցից դուրս եկած տեխնացու եմ, վաղարշապատցիների տանտղեն եմ, բյուջեում անսահմանափակ գումար կա։ Նոյեմբերի 9-ին հայտնվես կառավարության շենքում ջարդարարների կողքին ու մտածես համայնքիդ մասին։ Սա այսպես չի լինում։ Իրենք կգան, մեր հատկացված շների կացարանում, շներին կխնամեն, եղունգները կխարտեն։ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ են։ Ընտրապայքարի մեջ է 8 քաղաքական ուժ։ Ընտրությունները կարևոր են, որովհետև որոշվում է տեղական մարմնի կազմը եւ զարգացման հետագա ծրագիրը։ Թե ինչ քաղաքական կուրս կորդեգրի համայնքը, պարզ կլինի ընտրություններից հետո։ Մեր հարցերին այսօր պատասխանելու է Հանրապետություն կուսակցության ցուցակը գլխավորող տեխնացու Հարություն Մկրտչյանը։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Ձեր նախընտրական քարոզչության ամբողջ շեշտադրումը կարծես թե վերաբերում է ոչ թե տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության, այլ ավելի գլոբալ, հանրապետական նշանակության, որովհետև բարձրացնում եք հարցեր, որոնք վեր համայնքային են, հա? Ինչն է պատճառը, որ ոչ թե հիմնական շեշտադրումները վերաբերում են համայնքին, այլ երկրին։ Կարծես թե դրանով նպատակ ունեք կամ պահպանել գործող քաղաքական ուժին կամ կանխել նոր քաղաքական ուժի ներթափանցումը։ Շնորհակալ եմ հրավերի եւ հնարավորության համար։ Դուք կարծես թե հարցազրույցին լավ չեք պատրաստվել, եթե լավ պատրաստված լինեիք, իմ ծրագրին առնվազն ծանոթ կլինեիք Վաղարշապատ խոշորացված համայնքի զարգացման եւ ապագայի ուտեսլականի հետ կապված։ Ինչու եմ ես քարոզարշավի ժամանակ ավելի շատ աշխարհաքաղաքական երանգ տալիս քարոզարշավին, ավելի շատ քաղաքականացնում ընտրությունները, որովհետև գիտեք, տեղական ինքնակառավարման մարմիններում ժամանակ կար, որ ընտրությունները կատարվում էին համամասնական ընտրակարգով եւ անհատները առաջադրվելով իրենք էին քաղաքում տրամադրություն փոխում, քաղաքում մթնոլորտ փոխում, եթե դա կարելի է մթնոլորտ անվանել, իսկ իրականում քաղաքում հիմնականում տեղի էին ունենում թայֆայական ընտրություններ։ Հիմա ես իմ առաջ խնդիր եմ դրել այս ընտրությունները մաքսիմալ քաղաքականացնելու, որովհետև ի վերջո առաջադրված են քաղաքական ուժեր, եկեք սա ֆիքսենք։ Եվ յուրաքանչյուր քաղաքական ուժ Վաղարշապատը առանձին պետության մեջ պետություն չի, ունի իր տեսլականը Հայաստանի Հանրապետության մասով հավաքական առումով։ Հիմա ո՞րն է մյուս տեխնացուների տեսլականը։ Ես գիտեմ, թե ո՞րն է Հանրապետություն կուսակցության տեսլականը։ Հանրապետություն կուսակցության տեսլականը ազատ, անկախ, անվտանգ եւ խաղաղ Հայաստանի Հանրապետություն ունենալն է։ Ասեմ ավելին, անկախությունը որևէ պարագայում սակարկման ենթակա չի։ Սա նույնն է ունեն այսպիսի տեսակետ, այսպիսի դիրքորոշում մյուս քաղաքական ուժերը։ Գիտեք, կասկածում եմ։ Խիստ կասկածում եմ, որ օրինակ Անդրանիկ Թևանյանի կողմից գլխավորող այդ Մայր Հայաստան կոչվող նոր կուսակցությունը Հայաստանի Հանրապետության անկախությունը սակարկման առարկա չի դարձնում։ Ինչու՞։ Որովհետև առնվազն մի քանի անգամ Անդրանիկ Թևանյանն է ռուսական հեռուստաընկերությունների վրա, ռուսական հեռուստաընկերություններում Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունքներ տվել։ Նույնը կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի մասով, կամ նրա տեխնացուի մասով, ով թաքնվել է ինչ-որ դաշինքի տակ, բայց իրականում հիմքում դաշնակցությունն է։ Իհարկե ոչ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը մի առիթով չի, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը սակարկման առարկա է դարձրել։ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով չի, որ Մեղրին խուրդայ է դարձել կամ փորձել է դարձնել։ Սադարակի Պալատկեն ու Հեյդարի հետ հանդիպումը, որի առանցքը Մեղրին էր, ձեզ վկայություն։ Հիմա Վաղարշապատցին իր ընտրությունը կատարելիս պետք է այս հանգամանքները հաշվի առնի։ Իհարկե պետք է հաշվի առնի, որովհետև 70,000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում, եթե այսպիսի նկրտումներ ունեցող ուժերը գան իշխանության, սա մի բան է նշանակում, որ խնդիր են դրել իրենց առաջ, իսկ դա իրենք չեն էլ թաքցնում, անթաքույց ներկայացնում են, Հայաստանի Հանրապետությունում քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ
Գյումրի 2-ի վերածելու եւ այդպիսով ամբողջական իշխանություն վերցնելու, ինչը ինչի կհանգեցնի կամ Հայաստանի Հանրապետության գուբերնացման կամ միութենական պետության կազմ մտնելու։ Դա ես ինձանից չեմ հորինում, սա հատուկ եմ ուզում ընդգծել եւ շեշտել։ Այս ուժերը, որոնք որ միավորվեցին Գյումրիում, իսկ իրենք միավորվել են, օրինակ Մայր Հայաստանը Գյումրիում Վարդանիկին իշխանություն ա տվել։ Այն Վարդանիկին, որը 6 ամիս հետո իրավապահների տիրույթում եւ տեսադաշտում հայտնվեց կաշառք պահանջելու կասկածանքով։ Այն Վարդանիկին, որը որ անամոթաբար Գյումրու կենտրոնում կանգնում ու հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է միանա միութենական պետությանը Բելոռուսի սկզբունքով։ Պարոն Մկրտչյան, ձեր բարձրացրած հարցերը ինչքանով են համայնքի ղեկավարի լիազորության սահմաններում, իդեպ նաև հիշեցնեմ, որ վաղարշաբաթ համայնքի նախկին ղեկավարը եւս մեղադրյալի աթոռին է։ Լսեք, վաղարշաբաթ համայնքը նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության մեջ պետություն չի, անջատ չի, եւ եթե պրոցեսին մասնակից են քաղաքական ուժերը եւ ունեն քաղաքական նկրտումներ, գլոբալ առումով վերցրած, դա իհարկե նշանակություն ունի, իսկ ներողություն, մեր հասարակությունը սովոր է, չէ, որ ամեն ընտրությունից ընտրություն, տեղական ինքնակառավարման ընտրությունից ընտրություն, խոստումների փնջերով իրենց դռները գան մարդիկ։ Սովոր է, այդպես են սովորեցրել։ Քանիստ այդ խոստումների կատարվել։ Վաղարշաբաթ համայնքում քանի այդպիսի խոստում է կատարվել։ Վաղարշաբաթ համայնքում դուք ինքներդ ձեր հարցի մեջ նաև անդրադարձ կատարեցիք, իդեպ շնորհակալություն հետքլրատվականին, որովհետև կարծես թե հետքլրատվականի հրապարակած նյութի հետքերով իրավապահները գնացին եւ ունենք այն ինչ ունենք, վաղարշաբաթում արտահերտ ընտրություններ։ Այո, վաղարշաբաթում առաջադրվել են մարդիկ, պաշտոնավարել են մարդիկ, ովքեր վաղարշաբաթը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը գլոբալ առումով որփի գլխի տեղ են դրել։ Ով եկել իր փայը խուզել գնացել է։ Սա իդեպ լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն էր, որը մինչև այսօր ակտուալ է ցավոք սրտի։ Ես խոստումները չեմ վաճառում մեր հայրենակիցներին։ Ես գիտեմ, որ համայնքապետի պարտականությունն է համայնքը մաքուր պահելը, բարեկարգ պահելը, կանաչ գոտիները ավելացնելը, եղած կանաչ գոտիները պահպանելը։ Եվ այդպես շարունակ բազմաթիվ խնդիրներ, տասնամյակներ կուտակված խնդիրներ, բայց ես դա չեմ վաճառում, որովհետև գիտակցում եմ դա իմ պարտականությունն է լինելու։ Այդ նույնն է, ոնց որ ես կանգնեմ մեր հայրենակիցների կամ ձեր առաջ կամ յուրաքանչյուր մարդու առաջ ու պարտավորվեմ, որ ես կաշառք չեմ վերցնելու։ Դա օրենքով արգելված է, չէ՞, այսպես թե այնպես, եւ դա նորմալ չի, երբ որ դու բարձրաձայնում ես դրա մասին։ Դա պարտականություն է։ Առավել եւս վաղարշաբաթ խոշորացված համայնքում սա ունի նրբերանգներ։ Մարդիկ են մասնակցում գլխավորում ցուցակներ, ովքեր գործող ավականիներ են։ Գործող ավականիներ են։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն, ով դաշինքի տակ է հանդես գալիս եւ համար 1-ի տակ է հանդես գալիս, 5 տարվա ավականի է։ Հիմա հավաքական հարց վաղարշաբաթցիների կողմից ես ձևակերպեմ, օթում կախեմ, հնարավորություն կունենան, թող պատասխանեն։ Ինչով են զբաղված եղել 5 տարի շարունակ։ Ավականու 60 նիստից ինչի են ընդամենը 21-ին հաճախել։ Ինչի են հաճախել եւ կողմ քվեարկել բացառապես Դիանա Գասպարյանի հողեր օտարելու որոշումներին։ Սրանք հարցեր են, որոնք պետք է ստանան պատասխաններ։ Պարոն Մկրտչյան, դուք նույն հարցը տվել եք նաև քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչ ավականիներին։ Ես ինչու են կողմ քվեարկել։ Ես բոլորին եմ այդ հարցում, իդեպ հետքլրատվականի հրապարակած հայտնի հոդվածից հետո ես ինքս էլ ձեռնամուխ եմ եղել, որ այդ հարցը անպայման ամենաբարձր ատյաններում քննարկման առարկա դառնա, եւ այդ համատեքստում ես իհարկե բոլորին եմ այդ հարցը ուղղում։ Մարդիկ, ովքեր եղել են ավականիներ, ինչ են կողմ քվեարկել։ Բայց Ռոբերտ Քոչարյանը դեմ չէր Նիկոլ Փաշինյանին, կներեք։ Կարող է Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել, որ իր տեխնացուն վաղարշաբաթում քաղաքացիական պայմանագրի նախկին համայնքապետի հետ համագործակցել է։ Գուցե տեղյակ չի Ռոբերտ կամ Լևոն Քոչարյանները տեղյակ չեն, թող տեղեկանան։ Իրենք էլ թող այս հարցի պատասխանը պահանջեն։
Ես վաղարշապատցիների անունից հրապարակային այդ հարցը հնչեցնում եմ, հորդորում եմ միջև նոյեմբերի 14-ը ներառյալ ունեն ժամանակ։ Թող կաթ մածուն խմեն, համարձակություն ձեռք բերեն, գան ուղիղ եթերում բանավեճի։ Գան ու այս հարցերի պատասխանը տան, որովհետև գիտեք անլուրջ է, երբ որ դու ավականի ես 5 տարվա, բայց գնում ես կրկին բակեր եւ մարդկանցից խնդրում ես վստահության քվե։ Անլուրջ է։ Դու առնվազն պետք է հաշվետվություն ներկայացնեիր, թե դու որպես ընդդիմադիր քանի խնդիր ես բարձրաձայնել, քանի խնդրի լուծման յետևից ես գնացել։ Լավ, պիտի պատասխանես ի վերջո, ինչ ես կողմ քվեարկել քաղաքային մարզադաշտի տարածքը օտարելու հայտնի որոշմանը, որով հիմա մի ամբողջ ընտանիք նախկին համայնքապետի գլխավորությամբ քրեական գործով անցնում են։ Իրավապահ համակարգը պետք է պարզի, որտեղ է ֆենոմենը, որ Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն քաղաքացիական պայմանագրի նախկին համայնքապետի հետ համագործակցել է։ Կարող է շահեն ունեցել։ Սա օթում եմ կախում այս հարցը։ Թող պատասխանեն բոլորը։ Ով իրեն հասցեատեր է համարում այս հարցի։ Պարոն Մկրտչյան, գաղտնիք չի, որ դուք եւ այն կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում եք, համակրում է իշխանություններին եւ Ինչ է նշանակում համակրում է։ Դե ամեն դեպքում գրեթե համակարծիք եք եւ առանձին համայնքներում էլ ունեք կոալիցիաներ համայնքը ղեկավարելու հարցում։ Որ համայնքներում։ Կոնկրետ Երևանում։ Կոնկրետ Երևանում։ Հիմա հաջորդ հարցս ընտրվելու դեպքում կամ բավարար ձայներ ստանալու դեպքում պատրաստ եք եւս կոալիցիա կազմել Էջմիածնում։ Մենք քարոզարշավի հասարակած անցել ենք արդեն։ Քաղաքացիների կողմից ստացել եմ բուրըն արձագանքներ, որի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեր բնակիչներին, թե գյուղաբնակ շրջանների, թե քաղաքային։ Խնդիրներին քաջատեղյակ եմ եւ ծանոթ եմ եւ գնում եմ վստահ հաղթանակի։ Այս փուլում խոսել կոալիցիաներից վաղ է, բայց քանի որ հարցը հնչել է, ես պատասխանել փորձեմ տալ։ Պատասխանատու կերպով կարող եմ վաղարշապատցիների առաջ եւ Հայաստանի Հանրապետության առասարակ քաղաքացիների առաջ խոսք տալ, որ երկու ձեռքս կկտրեմ, բայց քոչարյանասերժական եւ պրոռուսական տեխնացուների ձեռքը քաղաքական առումով չեմ սեղմի։ Դա բացառվում է։ Իսկ թե ինչ պատկեր կունենանք ու դրանից հետո հետընտրական ինչ զարգացումներ կունենա, եկեք թողնենք մարդկանց հանգիստ, թող կողմնորոշվեն, ել եմ կրկնում, թող Քոչարյանը պրոռուսական եւ սերժական տեխնացուները կաթ մածուն խմեն, համարձակություն ձեռք բերեն, գանի վերջո բանավեճի, ժողովուրդը թող կողմնորոշվի, դրանից հետո կխոսենք։ Իսկ ինչ վերաբերում է Երևանին, համակրանքին, մենք անձնական հարաբերությունների դաշտում պետք չի սա դիտարկենք, էլի, որ մեկը մյուսին համակարգական է, որովհետեւ կուսակցությունների համագործակցություն։ Այո, Երևանը իրականում հատկապես լրատվամիջոցները եւ իրականում քոչարյանասերժական լրատվամիջոցները փորձում են շահարկել Երևանի օրինակը, այնինչ Երևանը օրինակ է իրականում։ Ինչ օրինակ։ Օրինակ Երևանի ներկայիս իրավիճակի այլընտրանքը երբևէ մտածել ենք, թե ինչ պետք է լիներ։ Եթե չլիներ այս կոալիցիան, այս համագործակցությունը Երևանում, ինչ էր սպասվում Երևանին։ Պատկերացնում ենք պրոռուսական ուժերի Երևանի քաղաքապետարանի քաղաքական ժողովրդավարական մեթոդներով ճակերտավոր զավթում, որը ըստ իրենց հանգեցնելու էր ամբողջական իշխանափոխության, որն էլ իր հերթին բերելու էր եւ Հայաստանի Հանրապետության անկախության կորստի էր հանգեցնելու։ Հիմա այս համագործակցությունը Հայաստանի Հանրապետությանը հավաքական առումով տվել է բան, իհարկե տվել է։ Այս համագործակցությունը փոխզսպող դեր կատարում է իրականում։ Կոալիցիան այնպես չի, որ ամուսնության վկայական են տրամադրում եւ մեկը մյուսին պարտական են։ Ոչ, այդտեղ տեսակետների բախում է լինում։ Ես լավագույն օրինակը կլինի տրանսպորտի թանկացման օրինակը, որ բերեմ։ Քաղաքացիական պայմանագիրը այլ տարբերակ էր առաջարկում, Հանրապետություն կուսակցության հավաքանում էր գործընկերների հետ, ես ինքս այդ օրերին ակտիվ շփումների մեջ եմ եղել, այլ տարբերակ էին առաջարկում, քննարկումների արդյունքում ոսկե միջին տարբերակը գտան, մատուցեցին հանրությանը։ Լավ, պարոն Մկրտչյան, դուք հանձնաժողովին ներկայացրել եք, ընտրական հանձնաժողովին ներկայացրել եք գույքի եկամուտների հայտարարագիր,
որտեղ ձեր հայտարարագիրը ամբողջությամբ դատարկ է, այսինքն չունեք եկամուտ, դրամական միջոցներ, գույք, մի քիչ հարցը անձնական է, բայց ինչպես եք ապրում առանց աշխատանք։ Ես առանց աշխատանք այնպես չի, որ առանց աշխատանք եմ ապրում, ես ինքս աշխատել եմ մինչև ընտրությունները մարքեթինգային ընկերությունում, իմ ուսանողական ընկերոջ հետ, որը միասին ենք հիմնադրել, երբեմն այդտեղից պատվերներ լինում են, բայց քանի որ քարոզարշավի մեջ եմ, այս փուլում ես առհասարակ սառեցրել եմ աշխատանքային հարաբերությունները, գույք եկամուտ որպես այդպեսին չունեմ, չեմ թաքցրել, վաղարշապատցիներին էլ այդպես եմ ներկայանում, գիտեք, ֆենոմենը իմ տեխնացության ու մյուս տեխնացուների սրանում է կայանում, որ ես ասում եմ, ես Ռոբերտ Քոչարյանի ոչ գրպանն եմ մտել, ոչ էլ նրա գրպանային տեխնացուն եմ, հաստատում եմ, եւ հաստատում է իմ հայտարարագիրը։ Ես իմ կյանքում օլիգարխների գրպանում չեմ եղել եւ նրանց գրպանը չեմ մտել, դա հաստատում է իմ հայտարարագիրը։ Ես թաղային հեղինակությունների գրպանում չեմ եղել եւ հիմա էլ թաղային հեղինակությունների գրպանային տեխնացուն չեմ, դա հաստատում է նաեւ իմ հայտարարագիրը։ Ինչի սովոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ սովոր են մեր լրատվամիջոցների ներկայացուցիչները, որ օրինակ քաղաքապետի տեխնացուները պետքա մի քանի տասնյակ անշարժ գույք ունենան։ Նախկին համայնքապետեր եղել են այդպիսի։ Մի քանիսը ունեցել են, մի քանիսն էլ պաշտոնավարումից հետո հետ են գցել։ Դրան էլ ենք անդրադառնալու։ Ես ի տարբերություն իրենց ժողովրդի ծոցից դուրս եկած տեխնացու եմ, վաղարշապատցիների տան տղեն եմ, վաղարշապատ քաղաքի տղեն եմ, միջին վիճակագրական վաղարշապատցի։ Միջին վիճակագրական վաղարշապատին չի աշխատում։ Ես ձեզ նշեցի, որ մինչև ընտրությունները ես համագործակցել եմ։ Հայտարարագիրը, քանի որ վերաբերում է դրան նախորդող 12 ամիսներին, դրա համար եմ։ Կուտակած անշարժ գույք եւ շարժական գույք, կուտակած դրամական միջոցներ որպես այդպեսին չունեմ։ Ունեմ խնամքից տակ 2 երեխա, հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում, այսպես ասեմ։ Միջին վիճակագրական վաղարշապատցի։ Իսկ դուք կարծում եմ, ինձանից լավ գիտեք Հայաստանի Հանրապետությունում, ովքեր են միջին վիճակագրական, ովքեր ոչ։ Խութերի մեջ, երբ որ խորանում եք, ես ձեզ խնդրում եմ, մյուս տեխնացուների գույքի, դրամական միջոցների ծագումնաբանության մեջ եւս խորանաք եւ պարզեք։ Սա խնդրանք որպես ձեզ, իբրև միջին վիճակագրական վաղարշապատցի եւ Հայաստանի Հանրապետության։ Այլ տեխնացուների հայտարարագրերին եւս անդրադարձել ենք։ Պարոն Մկրտչյան, խոսում եք արագ փոփոխությունների մասին, ձեր ծրագրերում կան մի շարք խնդիրներ, որոնց լուծման արագ տարբերակներ եք առաջարկել։ Մինչդեռ վաղարշապատում բազմաթիվ չլուծված հարցեր կան, սկսած բազմաբնակարան շենքերից, կոյուղագծերից, ջրահեռացման ցանցից, ճանապարհներից եւ այլն, այդ թվում նաեւ լուսավորության հարցը։ Ինչ համոզմունք ունեք, որ դուք այդ խնդիրները ավելի լավ եւ ավելի արագ կկարողանաք կազմակերպել եւ լուծել, քան նախորդները, որոնց այդպես էլ տարիներ շարունակ չի հաջողվել, նույնիսկ տասնամյակներ շարունակ չի հաջողվել։ Իսկ ինչի չի հաջողվել, օրինակ Արագածոտնի մարզում հաջողվում է։ Գեղարքունիքի մարզում հաջողվում է։ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հաջողվում է։ Շիրակի մարզում հաջողվում է։ Երևան քաղաքում հաջողվում է, Վաղարշապատում չի հաջողվում, այդպես լինում է, այդպես չի լինում։ Ինչու՞, որովհետև բյուջեում անսահմանափակ գումար կա, ես ձեզ դա հավաստիացնում եմ, դա համայնքային բյուջեի մասին չի, պետական բյուջեում, կառավարությունում։ Եվ համայնքապետը ուղղակի պետք է ականջալուր լինի խնդիրներին, բնակիչների հետ ուղիղ համագործակցության արդյունքում փորձի այդ խնդիրներին լուծում տալ, ծրագրեր գրի ներկայացնի կառավարություն, հետամուտ լինի, то եթե պետքա գնա չոքի կառավարության դուռը ու այդ խնդիրների լուծումները իր հետ բերի Վաղարշապատ։ Ես օրինակներով կարող եմ ասել, ես օրինակ եղել եմ Վաղարշապատ համայնքի Տնկարան կոչվող այդ բնակավայրում, Սասունցի Դավիթ թաղամասում։ Մարդիկ ունեն տարիների կուտակված, տարիներով, տարիների տասնամյակների կուտակված խնդիր կոյուղու հետ։ 21-րդ դարում մարդիկ կոյուղի չունեն։ Ընդհանրապես շփվել եմ մարդկանց հետ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, վերքը տիրոջն է ցավ տալիս։
Այս խնդրի լուծման հետևից դուք գնացել եք երբևէ։ Մարդիկ ինձ առաջարկում են 3 ճանապարհ խնդրի լուծման։ 3 ճանապարհ։ Մեկը մի փոքր ավելի թանկարժեք, մնացածը գրեթե մեկը մյուսին հավասար, բայց խնդրի լուծումը կա եւ հնարավոր է։ Դուք ձեր խնդրի ասածս ինչ է, մարդիկ համայնքապետերը սովոր են եղել ընտրվելուց հետո փակվել իրենց սեփական կաբինետներում, շփվել քաղաքացիների հետ, խնդիրները լուծել այնպես, ինչպես իրենց է հարմար կամ ինչպես իրենք են առաջնահերթություն սահմանում, բայց այդպես չի։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքում այսօր բազմաբնակարան շենքերը լրջագույն խնդիր ունեն, նկուղները ամբողջությամբ ջրի մեջ է։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքում, երբ որ անօթաչու թռչող սարք ես բարձրացնում մոտ եւ տանիքներին ես նայում բազմաբնակարանների, լացդ գալիս է։ Սա ինչի մասին է խոսում, որ տասնամյակներ շարունակ մատները մատներին չեն տվել, գործ չեն արել այս քաղաքում։ Հնարավոր է դա անել եւ արագ տեմպերով անել։ Իհարկե հնարավոր է։ Ինչպես ժողովրդի հետ ուղիղ համագործակցության եւ աշխատանքի միջոցով։ Պարոն Մկրտչյան, գործ չի արվել նաև վերջի 7 տարիների ընթացքում, այսինքն իշխանափոխությունից հետո, եւ որպես հավելում խնդրում եմ նշել ձեր ծրագրերի տակ կա բյուջետային հստակ հաշվարկ, որքան գումար է անհրաժեշտ ձեր ծրագիրը կյանքի կոչելու համար։ Վաղարշապատ խոշորացված համայնքում առհասարակ վերջին տասնամյակների ընթացքում շոշափելի աշխատանք որպես այդպեսին չի կատարվել։ Եթե կատարված լիներ եւ ծանրակշիռ լիներ կատարած աշխատանքը, առնվազն ձեր հրապարակման հետքերով իրավապահները չէին գնա եւ այս իրավիճակը չէինք ունենա ու արտահերթ ընտրությունների չէինք գնա։ Իմ ծրագրի իրականացումը ինքը չափից ավել իրատեսական է, ես ոչ լուսին եմ հայտնագործել, ոչ էլ հեծանիվ եմ հորինել։ Ստանդարտ լուծումների, բայց տքնաջան եւ քրտնաջան աշխատանքի միջոցով հնարավոր է հասնել բյուջետային այսպես վերլուծություն որպես այդպիսին չի արվել մի պարզ պատճառով, որովհետև համայնքապետը պետք է լինի առաջին հերթին սկզբունքային, պաշտոնյան պետական պետք է լինի սկզբունքային։ Ես իզուր չասեցի ձեր նախորդ հարցին պատասխանելիս, որ բյուջեում անսահմանափակ գումար կա, օրինակները բերեցի, որտեղ է աշխատանք կատարվել Արագածոտնում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Մեծամոր քաղաքում, Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտ ու այսպես շարունակ։ Ինչի՞ց է դա։ Տեղի համայնքապետերը, տեղի կառավարիչները խնդիրները հավաքագրում են, իրենց բյուջեի չափով ֆինանսավորում են, մնացածը կառավարության սուբսիդիաների միջոցով կատարում եւ լուծում են։ Վաղարշապատում հնարավոր է մյուս տեխնացուների ընտրվելու պարագայում սա իրականացնել։ Սա պետք է վաղարշապատցին մի փոքր խորը մտածի եւ ինքը պատասխանի։ Հնարավոր է թե հնարավոր չի։ Ես կարծում եմ մարդկային հարաբերությունների մեջ եւ առհասարակ քաղաքականության մեջ չես կարող լինել համայնքապետ առավոտից երեկո բարիս ուղիղ իմաստով հայհոյել կենտրոնական իշխանությանը, նոյեմբերի 9-ին հայտնվես կառավարության շենքում ջարդարարների կողքին ու մտածես համայնքիդ մասին։ Սա այսպես չի լինում։ Վերադառնանք Վաղարշապատին։ Ես Վաղարշապատից դրա մասին կխոսենք 2026 թվականին։ Պարոն Մկրտչյան, ձեր ծրագրերը հիմնականում կարճաժամկետ են։ Օրինակ 2 ամսում հայտարարել եք, որ 2 ամսում կլուծեք քաղաքի թափառող շների հարցը։ Դա քարոզչական հնարք է, թե դրա տակ իրական հաշվարկ կա։ Եթե վերանանք մի պահ վերացական քարոզչական տեխնոլոգիաներից, համառոտ կարող եք ասել 2 ամսում ինչպես եք լուծելու այնպիսի գլոբալ հարցեր, որոնց լուծման համար բավական երկար ժամանակ է պետք։ Լավ, եթե դուք պատկերացրել եք կամ պատկերացնողները պատկերացրել են, որ 2 ամսում այլևս Վաղարշապատ խոշորացված համայնքում թափառող շուն կենթանի չեն տեսնելու, չարաչար ոչ թե բացարձակ, այլ ես ասել եմ էականորեն, շոշափելիորեն 2 ամսում եւ կրկնում ու հիմնավորում ու պարտավորվում են Վաղարշապատցիների առաջ, որ 2 ամսում էականորեն եւ շոշափելիորեն կլուծեմ այդ խնդիրը։ Ինչպես այն կենթանասերների օգնությամբ օրինակ, այդ թվում այդ կենթանասերների օգնությամբ, ովքեր սերտաճել եւ ստերջացնել բառը, սայթակումը
մատի փաթաթան ու դրոշակ էին դարձրել։ Իրենք կգան, մեր հատկացված շների կացարանում, շներին կխնամեն, եղունգները կխարտեն, նրանց իրավունքները կպաշտպանեն, ոնց որ հիմա են պաշտպանում ու շատ լավ են անում։ Ու ես կապացուցեմ, որ դա հնարավոր է 2 ամսում եւ ավելի երկարաժամկետ հատվածում լուծել, ես կապացուցեմ հնարավոր է լուծել ու իրենք պարտավոր են գալ ու ինձ սատար կանգնել, որովհետեւ ես այդ խնդիրների լուծման ճանապարհին բնավ չեմ պատրաստվում բռնություն գործադրել շների նկատմամբ։ Իսկ շներին ստեղծացնել ովքեր որ շների իրավունքների պաշտպանության ոտնահարում են համարում, ես իրանց կհրավիրեմ, կրկնում եմ, շների եղունգները խարտելու, շներին խնամելու։ Թող գան, օգնեն, կուզեն վճարովի հիմունքներով համայնքի հաշվին անգամ։ Պարոն Մկրտչյան, բացի շների հարցը լուծելուց, ուրիշ ինչ առաջնահերթություններ կան, որ ընտրվելու դեպքում ընտրողը 1-2 տարում շոշափելի արդյունք կունենա։ Ես այսպես եմ պատկերացնում, առաջնահերթությունները պետք է սահմանեն վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչները։ Պետք է օգնեն, որովհետև նորից եմ կրկնում, վերքը տիրոջն է ցավ տալիս։ Մարդիկ այդ խնդիրներով տարիներ շարունակ ապրել են եւ իրենք կսահմանեն առաջնահերթություն։ Էնպես չի, խնդիրները տասնամյակների կուտակված խնդիրներ, այնպես չի, որ խնդիրների ամբողջական լուծում եւ կարճաժամկետ հատվածում ամբողջական լուծում եմ ես խոստանում։ Այդ խնդիրները տարիներով կուտակված խնդիրները վաղարշապատցիների հետ համատեղ աշխատանքի գուցե նոր մեխանիզմի կիրառմամբ, ուղիղ քվեարկությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ մարդիկ կան իրենց խնդիրների առաջնահերթությունները կազմված աղյուսակով սահմանեն, համայնքապետարանն էլ իր ուսերին վերցնի եւ կառավարության հետ համագործակցության միջոցով լուծի։ Օրինակ ես ինձ համար սահմանել եմ առաջնահերթություն եւ վաղարշապատցիների դատին եմ հանձնում ու համոզված եմ իրենք ակտիվ նաեւ մեկնաբանությունների դաշտում ակտիվ կլինեն եւ կներկայացնեն, ես ինքս կհետեւեմ։ Օրինակ բազմաբնակարան շենքերի նկուղների մասին ես խոսեցի եւ տանիքների, երբ որ մարդը տուն է կառուցում, առաջինը այդ տան հիմքն է գցում, պատերն է կանգնացնում ու կտուր է կապում։ Հիմա վաղարշապատ խոշորացված համայնքում բազմաբնակարան շենքերի նկուղները խոնավության եւ ջրի մեջ են, կոյուղու ցանցի մաշվածության պատճառով, տանիքները մեղմ ասած ողբալի վիճակում են։ Սա առաջնահերթություն է թե ոչ, իհարկե առաջնահերթություն է։ Սա լուծելուց հետո ինչ պետք է անենք։ Բակերը բարեկարգենք, մայթերը բարեկարգենք, կոյուղային ցանցը փոխենք, ամբողջությամբ քաղաքի կոյուղին մաշված է եւ ի վիճակի չէ սպասարկել այլևս վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին։ Սա պետքա փուլ առ փուլ ամբողջությամբ հիմնանորոգել։ Օրինակ ձեզ ինչքան ժամանակ է պետք բազմաբնակարան շենքերի տանիքների հարցը լուծելու համար։ Օրինակ ըստ ձեզ 4 մուտք ունեցող շենքի 5 հարկանի շենքի տանիքը փոխելու համար ինչքան ժամանակ է պետք։ Ես ձեզ ասեմ, կախված է նրանից թե ինչ կազմակերպություն կմասնակցի այդ շինարարությանը, կախված է նրանից թե որտեղից կգա այդ թիթեղները բազմաթիվ հանգամանքներով է պայմանավորված։ Հիմա դուք սպասում եք, որ ես ասեմ ձեզ 15 օրում ես օրինակ մեկ շենք։ Չէ, օրինակ 1 տարի, 2 տարի, 5 տարի, 10 տարի։ Ես կարծում եմ 2 տարվա ընթացքում հնարավոր է տանիքների հարցը լուծել եւ այստեղ համայնքը միայնակ չի կարող եւ համոզված եմ եւ լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ սատար կկանգնի։ Էջմիածնի պատմամշակութային միջավայրը վերջի տարիներին կարծես թե ձևախեղվել է հոգուտ նոր կառուցվող շինությունների։ Դուք ընտրվելու դեպքում ինչ քայլեր եք ձեռնարկելու հատկապես քաղաքի պատմական տեսքը պահպանելու հարցում։ Քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանումը մեզ համարել է խնդիր, առաջադրանք, եթե կուզեք, եւ այս ուղղությամբ եւս քայլեր արվելու են։ Քաղաքի կենտրոնում բազմահարկ, բազմաբնակարանային այդ համալիրների կառուցումը պետքա դադարեցվի։ Համայնքը այսպես տեմպես խոշորացվել է եւ համայնքի բազմաբնակարան շենքերի կառուցումը հիմնականում համայնքի ծայրամասային հատվածներում պետք է լինեն։ Քաղաքի կենտրոնում բազմաբնակարան շենքեր, կոյուղու այս ցանցով, հատկապես երբ որ քաղաքի կենտրոնում այդ ներդրողը
ահռելի գումարներով հողատարածքն է գնում, համայնքը առաջարկելու է ներդրողների համար օրինակ վթարային շենքերի տարածքում իրենք կան, ունենք մենք Վաղարշապատ խոշորացված համայնքում այդպիսի շենքեր, երկհարկանի շենքեր, 3 հարկանի շենքեր, որոնք վթարային են իրենց կարգավիճակով, բնակիչ համայնք ներդրող այս եռանկյունու մեջ պետք է համագործակցություն ձևավորվի, պայմանագրային պարտավորվածություններով պայմանավորվենք եւ կառուցենք։ Ներդրողների համար գրավիչ նաեւ պայման ու հնարավորություն կստեղծվի, երբ որ համայնքը ինքը տրամադրի հողատարածքը այդ վթարային շենքերով հանդերձ բնակիչներ եւ ներդրող կապը պայմանագրային ապահովի, ուշադիր լինի, որ որևէ մեկի իրավունքը այդտեղ նաեւ չոտնահարվի, այդ թվում նաեւ համայնքի եւ այս ճանապարհով կարող ենք թե ներդրողներ գրավել, թե նաեւ բնակիչների խնդիրներն ու հոգսերը թեթևացնել։ Իսկ քաղաքի ճարտարապետական դիմագիծը պահպանելու համար ես նորից եմ կրկնում, դա պետքա բազմաբնակարան շենքերը պետքա կառուցվեն ծայրամասերում, ոչ թե Վաղարշապատի կենտրոնում փակելով եկեղեցիների գմբեթները եւ քաղաքի ճարտարապետական դիմագիծը ապականել, սա թույլ չենք տալու։ Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։ Իսկ դուք մյուս տեխնացուների հարցազրույցները բաց չթողելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին։